Պարոն Փաշինյան, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վճիռ կայացրեց Ադրբեջանի դեմ, Ադրբեջանին ըստ էությամբ մեղադրելով ծանր պատերազմական հանցագործությունների մեջ, խոսքը մայոր Հայկ Թորոյանի դրվագի մասին էր, երբ նրան տանջամահ արել, խոշտանգել էին, այնուհետև գլխատել, այսինքն փաստացի միջազգային դատականայությանը փաստում է, որ Ադրբեջանը պատերազմական հանցագործություն սանձազերծած երկիր է, իրականացրած երկիր է եւ ինքն է հարձակվել հենց Արցախի վրա ու սանձազերծել պատերազմը։ Հիմա այս պայմաններում կան նաև դրվագներ Հայաստանի տարածքում, բացի 44-օրյա պատերազմից նաև Հայաստանի տարածքում էլ կան նման օրինակ դրվագներ, երբ նման գազանություններ են գործելու հանցագործություններ ադրբեջանցիները, դուք նախորդ մեր հարցերին ի պատասխան ասում եք, որ չեք բարձրացնելու հարցերը եւ ասում եք, որ երկու ծայր ունի այդ սուրը, հա։ Հիմա ուզում եմ ես ձեզ հարցել նախ ձեր դիրքորոշումը հայկական կողմից կարծես մի այս վճռին արձագանք չի եղել, երկրորդ ինչպես եք այս պայմաններում, երբ միջազգային դատականայությանը փաստում է թե ով է հանցագործը, դուք հավասարության նշան դնում հայկական ու ադրբեջանական գործողությունների միջև եւ երրորդ ընդհանրապես պատրաստվում եք հետագայում այս հանցագործություններին հետամուտ լինել եւ հանցագործներին կանչել պետական մակարդակով, անհատական գանգատներ կանչել պատասխանատվության։ Շնորհակալություն։ Ես Հայաստանի եւ Ադրբեջանի գործողությունների միջև հավասարության նշան երբեք չեմ դրել, դա արել է կալուգացի օլիգարխը, երբ որ պատերազմի ժամանակ կոչով էր հանդես գալիս Հայաստանին եւ Ադրբեջանին, նրանց ըստ էության դնելով մեզ ու Ադրբեջանին դնելով նույն տրամաբանության մեջ։ Ինչ վերաբերվում է իմ ասածին, իմ ասած այն է, որ խաղաղություն է հաստատված եւ խաղաղության նկատմամբ պետք է հոգ տանել, հակառակ դեպքում այդ խաղաղությունը շատ հեշտությամբ կարելի է ջախջախել եւ վերացնել, որի արդյունքում մենք կունենանք այլ բազմաթիվ դեպքեր, որոնք ենթադրում եմ Ադրբեջանն էլ կունենա, որ հետո ստիպված կլինենք միջազգային ատյաններում հետամուտ լինել։ Միջազգային իրավական ինստիտուտները աշխատում են եւ դա նորմալ գործընթաց է եւ պետք